Վերադարձանք տաղավար եւ գիտության ուղղությունից հեռու չենք գնում, սակայն հումանիտար ուղղության մասին էլ ենք խոսելու, որովհետեւ շատ հետաքրքիր առիթ կա այդ առումով եւ ասենք, որ ընթացքի մեջ է հայկական համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջիկա օրերին ամփոփվել են արդյունքները։ Հետաքրքիր է, որ այս տարի առաջին անգամ իրենց աշխատանքներով զարմացրել են ուշադրություն ոչ թե բնագետները, այլ հումանիտար հոսքը, ահա այսպիսի հետաքրքիր փաստ։ Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքները, նորարարական նախագծերի իրականացման եւ դրանց ներկայացման հմտությունների զարգացումը եւ այդ արդիվ մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք մարդկանց, ովքեր այս տարի առաջատարներից են համարվում մարդու իրավունքների մասին իրենց աշխատանքներով, ասեք որ շատ կարևոր թեմա է։ Ներկայացնենք մեր հյուրերին Թամարա Սարգսյան, Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ, Մանե Ալեքսանյան, Գյումրու թիվ 1 դպրոցի ուսուցիչներ եւ ունենք նաեւ մասնակիցներ, ովքեր իրենց կներկայացնեն։ Բարև ձեզ, բարի լույս, նախ շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք։ Այ նշեցիր Զարա, որ զարմացրել է հումանիտար հոսքը։ Այո։ Այն շատ հետաքրքիր է։ Ինչ է դա նշանակում, ինչ է փոխվել գիտության մեջ, որ այս տարի արդեն զարմացրել է հումանիտար։ Նախասիրությունների մեջ է փոխվել դեռահասների։ Բարի լույս եւ շնորհակալություն այս կարևոր թեմայի մասին խոսելու ու առիթ ստեղծելու համար։ Մի քանի բառով ասեմ, ինչ է գիտության փառատոնը, արդեն 5-րդ տարին է, որ դպրոցականների շրջանում իրականացվում է հայկական համադպրոցական գիտության փառատոն, եւ այդ ընթացքում դպրոցահասակ երեխաները անհատապես կամ խմբերով իրականացնում են տարբեր նախագծեր, տարբեր բնագավառներում եւ այդ փառատոնի ընթացքում ներկայացնում են իրենց նախագծերը, արդյունքում ընտրվում են հաղթող նախագծեր ըստ բնագավառների տարբեր անվանակարգերում եւ հաղթողները ինչպես մրցանակներ են ստանում, այնպես էլ հնարավորություն են ունենում հայ դպրոցականների գիտական նախագծերը ներկայացնել տարբեր միջազգային մրցույթներին։ Տարիների ընթացքում բավական մեծացել է ակտիվությունը այս շրջանում, օրինակ այս տարի մենք շուրջ 100 նախագիծ ենք ունեցել եւ եթե նախկինում բոլոր հայտ ներկայացրած նախագծերը փառատոնին մասնակցում էին, այս վերջին տարիներին այլևս այդպես չէ, հայտ ներկայացված նախագծերից ընտրվում են առավել այսպես խորը ուսումնասիրությունները եւ դրանց հետ կապված դրանք նոր մասնակցում են փառատոնի վերջին փուլում եւ քանի որ այսօր ավելի հումանիտար ուղղվածությամբ նախագծի ներկայացման մասին ենք խոսելու, ասեմ, որ կա միտում հասարակագիտական ուղղություններով եւս հետազոտություններ իրականացնելու եւ այս տարի եզրափակիչ փուլին մասնակցած 77 նախագծերից 15-ը հենց հասարակագիտական ուղղվածության էին։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ ներկայացեք եւ ասեք ձեր աշխատանքի ուղղությունը։ Արաքելյան Ավետիկ, սովորողների իրավունքների պաշտպան։ Վաու։ Ես Տրիփսիմե Զադուրյանն եմ, աշակերտական խորհրդի աշխատակազմի ղեկավարը։ Շատ լավ, շատ հետաքրքիր ուղղվածություն է, ինչի մասին եք խոսել, ինչ խնդիրներ կան, որոնց բախվել եք եւ հենց այդ խնդիրներից ելնելով որոշել եք սովորողների իրավունքների թեման ձեր նախագծի այսպես առանցքը դարձնել։ Ինչպես բոլոր սոցիալական շերտերում, այնպես էլ դպրոցում մենք տեսնում ենք որոշակի հակասություններ, թյուրըմբռնումներ, որոնք աշակերտներին ավելի պրոդուկտիվությունը նվազում է աշակերտների մոտ եւ մենք փորձեցինք ստեղծել մի անկախ մարմին, որը չի ենթարկվի ոչ աշակերտական խորհրդին, ոչ տնօրինությանը եւ պաշտպանենք սովորողների իրավունքները, զերծ բարելով նրանց թյուրըմբռնումներից եւ տեղադրեցինք դպրոցում տուփ, որտեղ աշակերտները կարող էին ներկայացնել իրենց որոշակի դժգոհությունները եւ հավաքագրեցինք դրանք եւ ներկայացրինք առաջին երամսյակային զեկույցում։ Նշեմ, որ այրուծի բաժինը մոտ 58%-ը վերաբերում է դպրոցական կարգ ու կանոնին, այսինքն դրա մեջ ներառվում է օրինակ հեռախոսների օգտագործման արգելքը մեր դպրոցում,
աղջիկների դեպքում շպարի արգելքը, տղաների դեպքում սափրված ներկայանալու պահանջը, որոշներին տվեցինք պարզաբանումներ, որոշներին լուծումներ, օրինակ լուծումներից էր նաև հեռախոսների կարգավորման եւ օգտագործման փաթեթի հաստատումը, այսինքն այդ գործընթացը մտավ իրավական դաշտ եւ աշակերտների հետ կատարեցինք որոշակի աշխատանքներ, բարձրացավ նրանց իրավագիտակցությունը եւ արդեն ունենք այն միտումը, որ աշակերտները բացարձակապես կամովին հանձնում էին իրենց հեռախոսները առանց ինչ-որ ստիպողաբար հանձնելու կամ ինչ-որ ուժի կիրառման։ Իրականում շատ լավ է, որ աղջիկների դեպքում անհանգստացնող խնդիր կարող է լինել շպարի առկայությունը եւ չառկայությունը, բայց խտրականության թեմային եթե անդրադառնանք, գիտենք, որ թե տղաների դեպքում է լինում խտրականություն, օրինակ, չգիտեմ, եթե տղան ագրեսիվ բռնարար չէ, նրա հանդեպ կարող է լինել խտրականություն, կամ եթե աղջկա դեպքում ենք խոսում, կարող ենք ասել աղջիկես լավ սովորի, այսինքն ինչը տղան պետքա վատ սովորի։ Այսպիսի լեզվամտածողությունը ամեն դեպս իմ տարիներին եղել է, գուցե հիմա ժամանակները փոխվել են, բայց եթե մի քիչ խոսենք խտրականության մասին, ինչ իրավիճակ է այս առումով։ Ասեմ, որ օրինակ շպարի արգելքը եւ նաեւ սափրվելու պահանջը հավասարության ցուցիչ են մեր դպրոցում, այսինքն աշակերտները իրենց ավելի հավասար են զգում այս սոցիալական շերտում եւ պետք է նշել, որ դա նպաստում է կրթության որակի բարձրացմանը եւ մենք կատարել ենք աշակերտների հետ մի շարք իրազեկումներ, մի շարք սեմինարներ եւ բարձրացրել ենք նրանց իրավագիտակցությունը։ Կոնկրետ մեր դպրոցում չունենք այդ խտրական վերաբերմունքը, մեծամասամբ դա բացակայում է մեր աշակերտների մոտ։ Շատ լավ, իսկ դուք Շնորհակալություն կարծիքի համար, լինելով դեռահաս աղջիկ եւ ընդհանրապես խոսելով բոլոր դեռահաս աղջիկների անունից, ովքեր ավագ դպրոցը ընդունում են որպես ինքնաարտահայտման շատ կարեւոր հարթակ։ Կարծում եմ, որ մեր նախագիծը միտված է ոչ թե խտրականության սահմանմանը, այլ հենց նրան, որ խտրականությունները առհասարակ վերանան մեր դպրոցական միջավայրից, նորմալ չէ լինի, որ խտրականություն սահմանենք։ Ուստի եւ վերաբերում են ինչպես աղջիկներին, այդպես էլ տղաներին։ Տղաների դեպքում էլ մենք նշեցինք սափրվելու արգելք, չսափրվելու արգելքը, դա կարող է վերաբերվել այս եւ այլ աքսեսուարների, որոնք նրան հնարավոր է բերեն դպրոց եւ այլն եւ այլն, ուստի եւ հավասարություն, սա այն առանցքային բառերի տերմիններից մեկն է, որը մենք անցկացրել ենք մեզնով, մեր միջով եւ փորձում ենք մեր աշակերտների եւ մեր հանրույթին էլ փոխանցել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այ ասացիք, որ հաղթողին հասնում է մրցանակ։ Ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ մրցանակ է ասելու եւ որ էտապի մեջ է գտնվում փառատոնը։ Փառատոնի այս տոնական փուլը, այսպես ասենք, տեղի ունեցավ մարտի 28-ին, շաբաթ օրը Գիտությունների ազգային ակադեմիայում։ Այնտեղ բացի մարդկանցից, որոնք ուղղակի ունեին հնարավորություն շրջել եւ ծանոթանալ նախագծերին, այդ նախագծերին ծանոթանում էր նաեւ ժյուրին, որոնք հիմա գտնվում են նախագծերը գնահատելու փուլում 6 անվանակարգ, եթե ճիշտ եմ հիշում կա, յուրաքանչյուր անվանակարգում լինելու է 3 մրցանակ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար եւ համապատասխան դրամական խրախուսանք է ստանալու թիմը, 4-րդ տեղ զբաղեցրած թիմերը յուրաքանչյուր անվանակարգում պատվոգրեր են ստանալու եւ առաջին տեղերը զբաղեցրած բոլոր թիմերը հնարավորություն են ունենալու Հայաստանը ներկայացնել միջազգային մի քանի մրցույթներում, մինչ այս Եվրոպայում եւ Ամերիկայում էինք մրցույթների մասնակցել, այս տարի նաև ավելացել է Թայլանդում այսպես երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորությունը։ Շատ լավ, եթե այսպես ձեր գնահատմամբ, հա, Տիկին Ալեքսանյան, ինչ փոխեց այս համակարգի ներդրումը, ոնց հասկացա, դպրոցի տնօրենն եք, հենց առաջին դպրոցի ուսուցիչն եք, ձեր գնահատմամբ ինչն է փոխվել այս ամեն ինչի կիրառմամբ։ Նոր չափորոշիչի ներդրումը եւ նախագծային աշխատանքը որպես վերջինիս կարևոր բաղկացուցիչ մաս, կարելի է ասել մշակույթ փոխեց դպրոցում եւ նախագծային աշխատանքների մասին խոսելիս եւ նախագիծը առհասարակ սկսելիս ես աշակերտներին առաջարկում եմ գնալ մի ճանապարհորդության, որը լի է դժվարություններով, վեճերով, հաղթանակներով,
եւ նորարարություններով։ Ուստի սա նոր մշակույթ է եւ մենք ուսուցիչներս նախագծային աշխատանք իրականացնելիս զուտ գիտելիք տվողից, ուղղորդողից եւ խորհրդատուից վերածվում ենք երբեմն դիտորդի, ով լուր հետևում է իր աշակերտներին եւ վստահում է իր աշակերտներին։ Ինչն է հետաքրքիր, այդ վստահության արդյունքում մեր սովորողները դառնում են ավելի հաստատուն, կարողանում են կայացնել որոշումներ եւ սկսում են պատասխանատվություն կրել իրենց կայացրած որոշումների համար։ Ու մի հետաքրքիր դիտարկում էլ կուզենամ անել, երբ նայում ես աշակերտի իրականացրած նախագծային աշխատանքներին, դա կարծես թե սովորողի պատմությունն է եւ հետագայում երբ մարդ ուսումնասիրում է իր պատմությունը, հասկանում է, թե ինչի միջոցով ձևավորվեց իր մտածողությունը։ Սա է նախագծային աշխատանքի կարևոր առանձնահատկություններից մեկը եւ նախագիծը որպես երևույթ կարող եմ ասել, փաստել, որ մշակույթ փոխեց մեր կրթական համակարգում։ Շատ լավ, բայց կներես Սամ, ինձ հետաքրքիր է էլ ինչ արդյոք մասնակցությունը եղել է այսպես բարձր մակարդակի վրա, անանուն է եղել, թե անանուն չի եղել եւ էլ ինչ խնդիրներ կան, չգիտեմ, բացի սափրվել, դիմահարդարում, հեռախոս եւ այլն, էլ ինչ խնդիրներ կան, որոնք անհանգստացրել են ձեր, չգիտեմ, ընկերներին։ Ուրեմն մեր աշխատանքի համար առաջին համար մեծ հիմնախնդիրը այն էր, որ մեզ անհրաժեշտ էր շահել մեր հասակակիցների վստահությունը։ Այսինքն պետք էր ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի իրենք բարձրաձայնեն իրենց ուսող հարցերը, ուստիև դա եղավ այն մեծ քայլը, հիմնակարային քայլը, վստահություն ձեռք բերեցինք ու արդեն անցանք գործին, ինչի համար որ սկսել էինք ու ասեմ, որ նամակները անանուն էին, դրա համար մենք ունեցանք շատ բուռն արձագանք, այսինքն աշակերտները ձեռք էին բերել բավական համարձակություն իրենց դժգոհությունները հղելու մեր մարմնին, նշենք, որ բացի այդ սափրվելու պահանջից, շպարի արգելքից ունենք նաև այլ բողոքներ, մասնավորապես դասաժամերի կազմակերպման մասին, որոնք 8%-ն են կազմում եւ աշխատել ենք ուսուցիչների հետ, քննարկել ենք նաեւ աշակերտների հետ այդ հարցը եւ բարձրացրել ենք այդ դասի արդյունավետությունը եւ աշակերտների դժգոհությունը արդեն երկրորդ երամսյակում բավականաչափ նվազեց։ Նաեւ ունենք դժգոհություններ կապված աշակերտ ուսուցիչ հարաբերությունների հետ, նաև պետք է նշել, որ մենք մշտապես շնորհակալ ենք եղել մեր ուսուցիչներին եւ մշտապես հարգանքով ենք վերաբերվել եւ քննարկել ենք կրկին ուսուցիչների հետ եւ կայացրել աշակերտամետ, աշակերտակենտրոն որոշումներ եւ բարձրացրել դասերի արդյունավետությունը եւ աշակերտների իրավագիտակցությունը։ Ինչպես եք բարձրացրել, ինչն էր պահանջը, ինչ դժգոհություն կար դասապրոցեսից, այդ 45 րոպեից, որ օրինակ այս դժգոհությունը կար եւ ոնց փոխվեց դա։ Օրինակ այդ հարցից կրկին վերադառնում ենք մեր հեռախոսների հավաքման հարցին, օրինակ աշակերտները շեշտում են, որ թվային հաշտակները պարտադիր է կիրառել դասապրոցեսի ընթացքում, պետք է նշել, որ այդ հարցի արձագանքը եղավ այն, որ մեր դպրոցը համալրված է, տեխնիկապես զինված է եւ ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսին ամբողջությամբ կարող ենք թույլ տալ, ունենք մի շարք սմարթ էկրաններով դասարաններ, ունենք լուսածրիչներ, որոնք կարող են ապահովել դասի թվային հատվածը եւ հեռախոսների աշակերտների մոտ լինելը պարտադիր պայման չէ։ Իսկ եթե ուսուցիչը այդ պահին գտնում է, որ աշակերտի համար ավելի լավ է, որ այդ պահին լինի հեռախոսը նրա մոտ եւ դասը կշահի, ապա հատուկ թույլտվությամբ, ուսուցչի թույլտվությամբ տնօրենությունից հետ է վերցվում հեռախոսները եւ ապա վերադարձվում։
Այս ունը մի շատ կարևոր հարց, բայց կցանկանամ, որ բոլոր մեր հյուրերը պատասխանեն, համառոտ պատասխանեն այս հարցին ու հայտնեն իրենց կարծիքը։ Այ ոնց ստացվեց, որ այս անգամ այս գիտության փառատոնին առաջ ընկան հումանիտար հոսքը։ Ինչից է դա կախված։ Կախված է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներից, սոցիալական, սոցիումի հետ կապված խնդիրներից, որ կան այդ խնդիրները, թե իրանք արդիական են, թե մեկ այլ պատճառ։ Ով կսկսի։ Ես սկսեմ։ Իրականում դժվար է ասել, որ ուղղությունն է առաջատար, որովհետև նախ հասարակական գիտությունները առանձին անվանակարգով են գնահատվում, հետևաբար հասարակական գիտությունները իրենց ներսում են մրցում, այսպես ասեմ, բայց ակնհայտ է, տեսեք, մենք մի քանի տարի պետական տարբեր ծրագրերով լուրջ աջակցություն ենք ցուցաբերում դպրոցական մակարդակում բնագիտական ոլորտին, լաբորատորիաների հագեցում, ուսուցիչների համալրման հետ կապված այսպես տարբեր մոտեցումներ եւ այնպիսի տպավորություններ, որ հասարակագիտական բլոկը մի քիչ դուժում է այս իմաստով եւ կարծես թե այս միջամտությունները նաեւ սկսեցին հասարակական բլոկի ուղղությամբ կիրառվել եւ իրենց արդյունքները տալ եւ արդյունքում երեխաները տարեց տարի ավելի շատ նախագծեր են այս ուղղությամբ ներկայացնում, հա, հոգեբանության ուղղությամբ, սոցիալական ինչ որ հետազոտություններ են անում, կարծում եմ, որ աստիճանաբար դպրոցներում գիտություն բառը սկսում է ասոցացվել այդ թվում հասարակական գիտությունների հետ, ոչ միայն դասական իմաստով բնագիտական ոլորտի հետ։ Եվ հույս ունենք, որ ինչ որ մի պահի այսպես հավասարազոր մասնակցություն կունենա երկու ոլորտներից։ Տիկին Ալեքսանյան։ Շարունակելով Տիկին Սարգսյանին, ասեմ, որ նախագծային աշխատանքը գիտության եւ ստեղծարարության հետաքրքիր սինթեզ է։ Բնագիտականի պարագայում այս գործընթացը շատ ավելի հստակ է, պրակտիկ է, ճշգրիտ է, իսկ հումանիտար եւ հասարակական գիտությունները մեզ հնարավորություն են տալիս ստեղծագործելու, իսկ մեր աշակերտների երևակայությունը երևի թե անսպառ է, ու ինչքան շատ են սոցիալական հիմնախնդիրները, սոցիալական շերտերը, այդքան լայն են հասարակական թեմաներին վերաբերող նախագծերը։ Եվ կարծում եմ, որ մենք շատ անելիք ունենք ու պակաս հետաքրքիր չի լինելու հասարակական կամ հումանիտար նախագծերի իրականացման գործընթացը։ Եվ Հարցին պատասխանենք որպես աշակերտներ, մեր այս գործընթացի առանցքում ոչ թե զուտ կրթական գործունեությունն է, այլ նաև դպրոցական ժողովրդավարությունը ու իրավական մշակույթի արժևորումը, որովհետև լինելով ապագա իրավաբաններ, այս նախագծի ընթացքում մենք մեկ քայլ ավելի մոտ եղանք մեր ապագա մասնագիտությանը, ինչպես նաև հիմքում ընկած է իրավագիտակցությունը, այսինքն մարդը, գիտենք, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարձրագույն արժեք է եւ պահպանելով մարդու արժեքները, իրավունքները թույլ չտալը դրանք ոտնահարելը մեր կարևորագույն առաքելություններից մեկն ենք համարում ու շնորհակալ ենք նաեւ մեր ուսուցիչներին, մեր խորհրդին, ով ամբողջ ընթացքում մեզ հետ աշխատեց, նաեւ հանդիպում ենք ունեցել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, Շիրակի վարչական կազմի հետ ու ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այն մեծ ներդրման համար, որ ունեցել են մեր նախագծի շրջանակներում։ Ինչու ընտրեցինք հենց հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որովհետև մենք չենք ուզում մեր նախագիծը պահել հերմետիկության մեջ, մենք ուզում ենք, որ տարածվի, ավելի ընդլայնվի շրջանակը, այլ դպրոցները եւս ընդօրինակեն եւ ստեղծել այդ ինստիտուտը իրենց դպրոցներում։ Այս գիտության փառատոնի ընթացքում մենք ստացանք բազմաթիվ առաջարկներ համագործակցության, փոխադարձ փորձի փոխանակման եւ սա կարծես մեր հաղթանակն էր, ասեմ, որ մենք մարդու իրավունքների պաշտպանի հետ եւս քննարկել ենք այս հաշտակը, այս ինստիտուտը ներդնել ողջ հանրակրթական դպրոցներում, այդ հարցը պատրաստվում ենք նաեւ քննարկել կրթության եւ գիտության նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանի հետ, որպեսզի խախտելով հերմետիկությունը ավելի դարձնենք
մեր ապագան բարեկեցիկ եւ նպաստենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Այս հրաշալի տողերով էլ առաջարկում եմ իսկապես եւս մեկ անգամ շնորհավորենք Եվ շնորհակալություն հայտնենք իրականում։ Շնորհակալություն հայտնենք, թող բոլոր դպրոցներում վերանան բուլինգը, ճնշումները եւ այլն, եւ թող բոլոր դպրոցներում ամենամեծ խնդիրը հենց լինի, չգիտեմ, սափրվելու կամ շպարի հետ կապված։ Կամ հեռախոսներ վերցնել, թե չվերցնելու խնդիրը, իսկապես բուլինգը շատ մեծ խնդիր է մեր իրականության մեջ եւ այսպիսի նախագծեր իրենցով նաեւ նպաստում են այդ ամեն ինչի վերացմանը։ Շատ լավ թեմա եք ընտրել, եւս մեկ անգամ սա ընդգծեմ։